Բարձ է դառնում, որ նա հղիացել է դիակից։ Աղջկա մահվանից 2 տարի անց Կարլը գալիս է գերեզմանատուն իր հետ բերելով մանկական սայլակ։ Փոքր ժամանակ մենք գնում ենք տառերի պուրակ տառերը տեսնելու, իսկ ամերիկացի երեխաները դիակ տեսնելու։ Խոստանում, որ աղջկա համար կկառուցի դամբարան։ Ողջույն, այսօր խոսելու ենք երկու անհավանական եւ անիրական պատմությունների մասին, որոնք դե իհարկե տեղի են ունեցել ԱՄՆ-ում։ Այս երկու պատմությունները եւ զարհուրեցնող են եւ ապշեցնող։ Եկեք սկսենք առաջինից՝ դիակների տիրուհուց։ Բայց մինչև թեմային անցնելը կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով, ինչպես նաեւ հետևեք ալիքին։ 2010 թվականին 32-ամյա դիահերձարանի աշխատակիցը Ֆելիսիթի Մարմարդյուկին անում էր իր հերթական աշխատանքը։ Նա լողացնում էր դիակներին, որպեսզի դրանից հետո պատրաստեր այլ գործողությունների։ Սակայն հաշվի առնելով, որ Ֆելիսիթին ուներ հակում դիակներին սիրահետելու եւ հիմնականում այդտեղ թաղվում էին այդ մորգ ուղարկվում էին տղամարդկանց դիեր, Ֆելիսիթին շատ հաճախ նրանց հետ քնում էր։ Այս անգամ եւս բացառություն չէր։ Մորգ բերում էր մի շատ գեղեցիկ տղամարդու, ում հետ Ֆելիսիթին չգիտես ինչու որոշում է քնել։ Նա պատմում է, որ լողացնելու ժամանակ տղամարդու մոտ էրեկցիա է առաջանում, որը կախված է նրա հետ, որ դիակը ոչ ամբողջությամբ է դեռ մահացել, նյարդը դեռ աշխատում է։ Ֆելիսիթին տղամարդու հետ սեռական ակտով զբաղվելուց հետո իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ հոյակապ է, սակայն որոշ ժամանակ անց բարձ է դառնում, որ նա հղիացել է դիակից։ Իր հերթական այցի ժամանակ նա իր գինեկոլոգին պատմում է նրա մասին, թե ինչպես է հղիացել, ինչ հրաշքով, եւ գինեկոլոգը դա պատմում է ոստիկաններին։ Ոստիկանները կնոջը ձերբակալում են եւ բանտարկում։ Կնոջը բանտարկելուց բացի նրան պահանջում են, որպեսզի մուծի $250,000 տուգանք այդ մարդու հանդեպ սեռական ոտնձգության, ինչպես նաև անարգելու նրա հիշատակը եւ ընդհանուր կազմակերպությունը։ Ամիսներ անց ծնվում է նրա երեխան։ Երեխայի ծնվելուց հետո նրան ուղարկում են մանկատուն եւ մինչ օրս հայտնի չէ, երեխան արդյոք գիտի այդ ամենի մասին, թե ոչ։ Փաստը մնում է այն, որ Ֆելիսիթին բանտից ազատվել է օրեր առաջ, իսկ երեխան արդեն 8 կամ 9 տարեկան է։ Ինչի եք պատրաստ դուք հանուն ձեր սիրո։ Միգուցե նրան նվիրեք վերջին սերնդի iPhone-ը, բնակարան գնեք, Դուբայ ուղևորություն, իսկ միգուցե դուք նրան սիրեք նույնիսկ իր մահից հետո։ Պատմությունը տեղի ունեցավ Ֆլորիդա նահանգում 1930-ական թվականներին։ Կարլ ֆոն Կոզելը աշխատում էր որպես բժիշկ եւ շատ անվանի բժիշկ էր այդ ժամանակների համար։ Նա հիմնականում բուժում էր ամեն ինչ, եթե չգիտեր ինչպես բուժել, ապա գտնում էր յուրաքանչյուր միջոց, որպեսզի այդ ամենը բուժեր։ Մինչև գանք սիրո պատմություն, եկեք փոքր-ինչ ակնարկ Կարլի մանկությունից։ Իր ծնողները եւ բարեկամները պնդում են, որ Կարլը շատ հաճախ էր առանձնանում եւ ունենում զրույցներ իր նախնիների հետ, նախնիների հոգիների հետ։ Սրանք իհարկե ծնողները ուշադրություն չէին դարձնում, քանի որ մտածում են երեխան շատ ուժեղ ֆանտազիա ունի եւ ամեն ինչ կանցնի տարիների հետ, բայց оказывается ոչ, ոչինչ էլ չի անցնում, այլ ավելի սրանում է։ Կարլը հանդիպում է 20-ամյա Մարիային, ով հիվանդ էր այդ ժամանակ եւ նրան ոչ մի կերպ չէր ստացվում բուժել։ Կարլը սկսում է նրան հետազոտել, ապա հետագայում դառնում նրա բժիշկը։ Բժիշկը դառնալուց հետո Կարլը ոչ միայն նրա մոտ այցելության էր գալիս ուղղակի նրա բարվոքությունն իմանալու համար, այլ նաև աղջկան տարատեսակ նվերներ էր բերում։ Իդեպ այդ ժամանակ Կարլը 50 տարեկան էր, իսկ Մարիան 20։ Նրանց միջև ոչինչ էլ չեղավ, ոչ մի ոչ սեռական կապ, ոչ հուզական կապ, ոչինչ, абսолютно ничего։ Սակայն երբ աղջիկը մահանում է 22 տարեկանում, նրան քանի որ չի հաջողվում ոչ մի կերպ բուժել,
Կարլը շարունակում է իրենց ընտանիքի հետ կապը և խոստանում, որ աղջկա համար կկառուցի դամբարան, ինչպես նաև աղջկա հողարկավորությունը ամբողջությամբ նա կհոգա։ Ընտանիքը, քանի որ այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում և Կարլի ստատուսը որպես բժիշկ, որպես մարդ հաշվի առնելով վստահում է նրան, ասում են խնդիր չկա։ Մենք ձեզ վստահում ենք և որպես մարդ, և որպես բժիշկ, դուք մեծ պատիվ, մեծ համբավ ունեք, իհարկե մենք շատ օքեյ ենք, որ դուք զբաղվեք մեր աղջկա հողարկավորությամբ։ Աղջկան հողարկավորում են տեղը տեղին, Կարլը պատրաստում է նրա համար մի շքեղ դամբարան և ամեն օր այցելում աղջկան։ Ըստ Կարլի, աղջիկը իր հետ խոսում էր, կիսվում էր իր էմոցիաներով չապրած տարիներով։ 1933 թվական, աղջկա մահվանից 2 տարի անց, Կարլը գալիս է գերեզմանատուն իր հետ բերելով մանկական սայլակ։ Մանկական սայլակի մեջ նա հորում է և դնում աղջկա դին, ապա իր հետ տանում տուն։ Տուն տանելուց հետո սկսում աղջկան լողացնել, նրա վրայից հեռացնել բոլոր որդերը, քանի որ աղջկա մարմինն արդեն փտտել էր և համարյա թե ամբողջությամբ գոյություն չուներ անգամ, նրա դեմքն էր այլայլված, նրա մարմինը ամբողջությամբ որդերը ձվեր էին դրել, տարբեր կենդանիներ, Կարլը փորձում է այդ ամենը շտկել տարբեր միջոցներով նրան կենդանացնել, քանի որ նա ֆանտազիային չէր հավատում, Կարլը ուղղակի մարմինը մաքրելուց հետո նրան սկսում է օծանելիքներով պատել, որպեսզի այդ հոտը տհաճ հեռացնի իր մարմնի վրայից։ Մի խոսքով սկսում է այս աղջկա հետ ապրել։ Կարլը դիակին փորձում է կենդանացնել, փորձում է նրան վնասված հատվածները դիակի վրայից հեռացնել, աչքերի փոխարեն դնում է ապակե աչքեր, մաշկը փոխարինում է նյութերով հատուկ, որոնք չեն քայքայվում և ամեն կերպ աղջկան ողջ է սարքում, դարձնում տիկնիկ։ Այս դեպքից շուրջ 7 տարի անց, 1940 թվականին, երբ արդեն թե հարևանները, թե հասարակությունը կասկածում են ինչ-որ բան այն չէ, սկսվում է խոսակցություններ, քչփչոց իրար միջև, ըստ որի ժողովուրդը նկատել էր, որ Կարլը այլևս չի գնում գերեզման աղջկա մոտ, ինչպես անում էր տարիներ առաջ, և մարդիկ նաև նկատել են, ինչպես է Կարլը մեծ տիկնիկի հետ պարում իր տանը, քանի որ Մարիայի քույրը կասկածելով որոշում է գնալ և պարզել, արդյոք դիակը տեղում է, արդյոք այս ամենը ճիշտ է։ Կարլը նրան պատասխանում է, այո, Մարիան վերևում է։ Նրանք բարձրանում են և քույրը տեսնում է Մարիային կենդանացած այս տիկնիկի կերպարանքով, Մարիան պառկած էր Կարլի անկողնում, շատ վարկածներ կան, որ Կարլը ոչ միայն նրան հոգևոր է սիրել, պլատոնական սիրով է սիրել, այլ նաև նրանք սեռական հարաբերություններ են ունեցել արդեն դիակի հետ այս դեպքում։ Հետագայում փորձաքննությունը պարզեց, որ Կարլը ունեցել է սեռական հարաբերություններ դիակի հետ։ Մարիայի քույրը այս ամեն ինչից բարկացած, այս ամեն ինչից վրդովված դիմում է ոստիկանություն, սակայն վաղեմության ինչ-որ օրենքի հետ կապված կետի պատճառով չեն ձերբակալում Կարլին, այլև այս ֆանտաստիկ հետաքրքիր ուղեղով մարդիկ որոշում են, որ տիկնիկին, Մարիային, կարելի է որպես նմուշ ցուցադրել այլ մարդկանց։ Մարիային տեսնելու համար գալիս է շուրջ 8000-ից ավել մարդ, նույնիսկ դպրոցներում արձակուրդ են վերցնում, որպեսզի գան արձակուրդներին Մարիային տեսնեն։ Փոքր ժամանակ մենք գնում ենք տառերի պուրակ տառերը տեսնելու, իսկ ամերիկացի երեխաները դիակ տեսնելու։ Կարլը այս ամեն ինչից վրդովվելով, որ իր սիրեցյալին իրենից բաժանել են, դիմում է ոստիկանություն, որպեսզի հետ վերցնի դիակը, սակայն ոստիկանները նրան չեն տրամադրում դիակը, նույնիսկ նրան սկսում են ուսումնասիրել, արդյոք որևէ հոգեբանական խնդիր ունի թե ոչ, սակայն չգիտես ոնց, պարզվում է, որ նա լիովին առողջ է։ Եվ այս ամենը առաջացնում է մեծ բողոքի ալիք, սակայն ոչինչ էլ չի լինում։ Դիակին Մարիային թաղում են, կրկին թաղում են, իսկ Կարլը 12 տարի շուրջ ապրում է մենակ, նա միայնության մեջ է մահանում, նա իր օրագրերում գրում է, որ ինձնից հասարակությունը խլեց իմ մեծ սերը, ես այժմ մնացել եմ մենակ։ Իսկ նրա մահվանից հետո իր տանը գտնում են Կարլին մեկ այլ տիկնիկի հետ, ում դեմքը նման էր Մարիային, քանի որ Կարլը Մարիայի մահվան ժամանակ մահվան դիմակ էր ստեղծել, որի միջոցով էլ կրկնօրինակել է և ստեղծել մեկ այլ տիկնիկ Մարիային նման, սակայն նա նույն կերպ չկարողացավ սիրել այդ
տիկնիկին ինչպես իր անկեղծ սիրուն Մարիային։ Այսքանն էր սիրո եւ տարօրինակ պատմությունները այսօրվա, կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով, բաժանորդագրվեք, ինչպես նաեւ կոմենտներում կարող եք գրել, թե հանուն սիրո ինչի եք դուք պատրաստ։